Ինչու հունիսի 7-ին դու, սիրելի քաղաքացի, պետք է գնաս եւ մասնակցես ընտրություններին։ Շատերն ասում են, որ դա կարեւոր է։ Ես այդ մարդկանց թվում եմ, բայց կան նաեւ մարդիկ, որոնք համարում են դա անիմաստ զբաղմունք։ Ամեն ինչ ի սկզբանե որոշված է, ես ով եմ, որ ինչ որ մի բան փոխեմ։ Եկեք միասին հասկանանք, թե որտեղ է ճշմարտությունը։ Իսկ դա հասկանալու համար նախ պետք է հասկանալ ընտրությունները ինչի համար են։ Ընդհանրապես ինչի է ստեղծվել ընտրություն։ Ընտրություններով ձևավորվում է, սիրելի բարեկամներ, պետական իշխանություն, որոնք կոչված են այնպիսի լիազորություններով, որ կարող են որոշել յուրաքանչյուրիս ճակատագիրը։ Նույնիսկ մեր կյանքը, նույնիսկ մեր ապագան, մեր սերունդների ապագան։ Մենք մասնակցում ենք ընտրություններին, որպեսզի հավանություն տանք այս կամ այն մարդկանց, ովքեր ծրագրով են գալիս, որպեսզի դա անեն։ Տեսեք, բերեմ ձեզ պարզ օրինակ։ Դուք հարևանի տուն ինչու չեք մտնում եւ զավթում նրա ունեցվածքը։ Որովհետև դուք հարգում եք նրա սեփականության իրավունքը, թե որովհետև գիտեք, որ դրա համար կպատժվեք։ Մեծ հավանականությամբ երկրորդը։ Բայց քաղաքացիական հասարակությունը այն հասարակությունը, որը ոչ թե ուրիշի տունը չի մտնում եւ զավթում, թալանում, նրա համար, որ իրեն կպատժեն, այլ որովհետև իսկապես հարգում է նրա սեփականության իրավունքը։ Բայց քանի որ փորձը ցույց է տալիս, որ շատ շատերը սովորաբար օրենքները չեն ուզում հարգեն, ստեղծվում է երկուսից դուրս օբյեկտիվ ինչ-որ մի արբիտր, դատարան կլինի, պետական իշխանություն կլինի, որը նաև դատարանի որոշումն է իրականացնում, որպեսզի լուծի մեր մեջ ունեցած ինչ-որ մի վեճը, ինչ-որ մի խնդիր։ Եթե մենք այնքան գիտակից լինեինք, որ միասին կարողանանք մեր բոլոր հարցերը լուծել, նաև արտաքին ագրեսիայի, արտաքին թշնամիների, այնպիսի խնդիրներ, որոնք վերաբերում են մեզ յուրաքանչյուրիս, օրինակ էլեկտրականության ապահովում կլինի, հազար ու մի խնդիր։ Դրա համար է ստեղծվում պետությունը, մենք նրանց վճարում ենք, փող ենք տալիս, որպեսզի անեն այն, ինչ մենք յուրաքանչյուրս առանձին եւ նույնիսկ միասին չենք կարող անել։ Եվ եթե առաջանում են վեճեր, իսկ վեճերը ինչի շուրջ են առաջանում։ Մասնավոր սեփականություն մեր ունեցվածքի, որ ուրիշները դա չխլեն, մեր կյանքի իրավունքի, որպեսզի ուրիշները երբ ուզեն չգան մեզ սպանեն, եւ մեր երջանիկ լինելու, այսպես ընդհանրական հասկացությունը։ Երջանիկ լինելը վերաբերում է մեր օրինակ առողջությանը, մեր հանգստին, արժանապատի բարձրացությանը, հազար ու մի խնդիրներ։ Դա այսպես ընդհանուր կոչվում է երջանիկ լինելու իրավունք։ Եվ պետական իշխանությունը հանրային բարիքի մասին է, այսինքն նա պետք է այնպես կառավարի, այնպես այդ ռեսուրսները բաշխի, որ յուրաքանչյուրին ապահովի այդ իրավունքների իրացումը, կյանքի, սեփականության եւ երջանիկ լինելու։ Եթե նախապատվություն է տվում ինչ-որ մի խմբի ի վնաս մյուսների, այդ կառավարումը վատն է, այդ կառավարումը հանցավոր է։ Եվ բոլորով պայմանավորվում ենք, որ կան այս օրենքները, որով պետական այդ իշխանությունները գործում են։ Եվ եթե ինչ-որ մեկը խախտում է այդ օրենքը, պետական իշխանությունն իր իրավապահ համակարգով, ուժային համակարգով, դատական իշխանությունն իր վճիռներով որոշում է ելքը։ Եվ այն պետական իշխանությունը, որ իր այս տարրական ֆունկցիաները չի իրականացնում, նա իրավունք չունի վերընտրվելու, վերարտադրվելու։ Հիմա եկեք հասկանանք, թե Նիկոլ Փաշինյանի անձով այսօրվա Հայաստանի պետական իշխանությունը ապահովել է արդյոք մեր մասնավոր սեփականությունը։ Գիտեք, մասնավոր սեփականությունը յուրաքանչյուրիս տունն է, ունեցվածքն է, ավտոմեքենան է, բայց հանրային բարիքը, հանրային սեփականությունը դա պետական ազգային սեփականությունն է։ Օրինակ, մեր պետության տարածքները օկուպացվել են արտաքին թշնամիների կողմից։ Եվ պետական իշխանության առաջնային մանդատը նաև այն է, որ ապահովի երկրի տարածքային ամբողջականն ու ինքնիշխանությունը։ Եթե նա ի վիճակի չէ դա ապահովել, ուրեմն նա իրավունք չունի ընտրվելու։ Արդյոք ապահովել է նա կյանքի իրավունքը։ Մենք տեսանք, որ այդ բախումների ընդհանրապես արդյունքում, կոവിഡ്ի չափազանց վատ կառավարման արդյունքում, բազմաթիվ կառավարական ճգնաժամային իրավիճակներում այս իշխանությունները չեն կարողացել այդ խնդիրը լուծել եւ մարդկանց կյանքն ու անվտանգությունը ապահովել։ Այսինքն նրանք թերացել են նաեւ այդ հարցում, չեն ապահովել մեր կյանքի իրավունքը։ Արդյոք նրանք ապահովել են մեր երջանիկ լինելու իրավունքը։ Ոչ, որովհետև կարծես դժբախտ են բոլորը, նույնիսկ իրենք։ Դժբախտ են, որ հայերը օրինակ չեն հրաժարվում իրենց պատմական նախապաշարմունքներից։ Դժբախտ են, որ կայսրությունները ինչ որ խանգարում են իրենց պետությունը կայացնելու հարցում։ Իրենք էլ են դժբախտ եւ շատ քիչ մարդիկ կարող է ասել, որ Հայաստանի Հանրապետությունում իրենց զգում է երջանիկ։ Հետևաբար նա թերացել է իր բոլոր ֆունկցիոնալ պարտականությունները կատարելու հարցում։ Նա խախտել է օրենքները։ Սահմանադրությունը հենց նրա մասին է։ Այսինքն կան սովորական օրենքներ, չէ՞, օրինակ կա քաղաքացիական օրենսգիրք, որով կարգավորվում են մեր քաղաքացիների իրավահարաբերությունները, կա քրեական օրենսգիրք, կա նաև սահմանադրություն, որը սահմանում է պետական իշխանության իրավունքներն ու պարտականությունները, եւ ընդհանրապես պետական իշխանությունը պարտավոր է առաջնորդվել միայն ու միայն օրենքներով եւ սահմանադրությամբ։ Բայց նրանք խախտել են օրենքներ եւ սահմանադրության շատ հոդվածներ, բազմաթիվ հոդվածներ։
Հետևաբար, դուք ընտրություններում գնալու եք ընտրեք ոչ թե ձեր համար փրկիչներ, ոչ թե ինչ-որ մեկի սանրվածքը լավն է կամ վատն է, ոչ թե ինչ-որ մեկը հայերեն լավ է խոսում կամ վատ է խոսում։ Նրան, ով իր պարտականությունները կատարելիս չի թերացել։ Իսկ նա ով թերացել է, նա պետք է հեռանա, ներողություն խնդրելով եւ կրելով պատասխանատվություն, որովհետեւ պետությունը նախ եւ առաջ իրավունքների, պարտականությունների մասին է։ Եվ եթե իրավունքները խախտվել են, իսկ պարտականությունները պատշաճ չեն կատարվել, այդ մարդիկ պետք է հեռանան եւ կրեն պատասխանատվություն։ Հետևաբար հունիսի 7-ին դուք գնում եք ընտրել պետական իշխանություն, որը կկատարի այդ բոլորը, քաղաքացիական պայմանագիր եք դուք այո կնքում այդ մարդկանց հետ։ Իսկ Նիկոլ Փաշինյանի ուժը եւ ցինիկաբար, որ կոչվում է քաղաքացիական պայմանագիր, ոտից գլուխ խախտել է այդ պայմանագիրը քաղաքացու հետ։ Խախտված են քաղաքացու եւ մարդու իրավունքների հսկայական բաժիններ։ Հետևաբար նրանց դուք ընտրում եք նորից որ ինչ լինի, որ նորից խախտվի այդ ամեն ինչը, որովհետեւ նրանք դա չեն երաշխավորել։ Եվ դրանով նրանք մեղադրում են ում ասես, էլ նախկին, էլ Ռուսաստան, էլ Թուրքիա, էլ աշխարհ։ Բայց սեփական պատասխանատվություն երբ են կրելու։ Նրանք պատասխանատվություն պետք է կրեն հենց ընտրություններով։ Քաղաքացին ընտրում է դրա համար, որ կանչում է այդ պետական իշխանությանը պատասխանատվության, ասելով, որ ես 5 տարի քեզ ժամանակ եմ տվել, քեզ փող եմ տվել, վճարել եմ, որ դու ապահովես իմ իրավունքները եւ կատարես այն պարտականությունները, որի համար ստանում ես հսկայական իշխանություն, ուժ գործադրելու իրավունք, հսկայական արտոնություններ։ Եվ դու դա խախտել ես, դու չես կատարել պատշաճ։ Հետևաբար արիստեղ ականջդ պետք է քաշենք ու հեռացնենք եւ ընտրենք բերենք այն մարդկանց, ովքեր թեկուզ իրենց ոչ պետական գործունեության մեջ, իրենց մասնավոր գործունեության մեջ ապացուցել են, որ նրանք իրավունքներ հարգող են եւ պարտականություններ կատարող են։ Այդ մարդկանց դուք պետք է ընտրեք։ Հետևաբար այո, ձեր քվեն որոշիչ է, որովհետեւ եթե ձեր քվեն որոշիչ չլիներ, այդքան կոկորտ չէին կրծի ձեր քվեի համար, այդքան փող չէին ծախսի, այդքան հիստերիկ շարժումներ չէին անի, իրենց կորցնելով փողոցներում ընկնելով դռնեդուր ձեր քվեի հետևից։ Դուք եք որոշողը, որովհետև դուք եք քաղաքացին եւ ի վերջո դուք եք պետությունը։ Եվ պետական իշխանությունը պատկանում է ձեզնից յուրաքանչյուրին։ Հանրային պետական սեփականությունը պատկանում է մեզ, այս պետությունը պատկանում է մեզնից յուրաքանչյուրին։ Եվ մենք որոշում ենք, թե ով է այսուհետ կատարելու մեր համար այդ խնդիրները։ Մենք նրան պատվիրակում ենք, մենք նրան լիազորում ենք ժամանակավորապես լուծելու մեր բոլորի առջև ծառացած խնդիրները։ Ով թերացել է, ով ձախողել է, այլևս շանս չպետք է ունենա վերընտրվելու։ Դուք եթե հանկարծ ձախողեք ձեր աշխատանքային պարտականությունները, ձեր գործատուն նույնիսկ մեկ վայրկյան չի մտածում ձեզ, ասում է դիմում գրի հեռացիր։ Դուք խախտեք որևէ օրենք, քաղաքացիական, չգիտեմ, ցանկացած օրենք, որևէ մեկը հենց պետական իշխանությունը ձեզ չի ներում, ձեզ պատժում է միանգամից։ Եվ ընտրությունները դրա մասին են, սիրելի քաղաքացիներ։ Ընտրություններում արդեն դուք եք պատժում, դուք եք կանչում պետական իշխանությանը հաշվետվության։ Ստուգարք է դա քննություն է, եւ դուք պետք է գնահատեք։ Եվ ով խախտել է իր գերակա պարտավորությունները ձեր առջև, փողը վերցնելով, բայց չկատարելով, դուք նրան պետք է երկուս նշանակեք ու վռնդեք։ Ընտրեք նոր մարդկանց, ովքեր պարտավորվում են ավելի բարեխղճորեն կատարել այդ առաքելությունը։ Հետևաբար, պարտավոր եք դուք որպես քաղաքացի հունիսի 7-ին գնալու եւ ձեր այդ քննությունը վերցնելու, որոշելու, թե այսուհետ ով պետք է ստանձնի այդ առաքելությունը։ Հավանեք, տարածեք, բաժանորդագրվեք եւ իմացեք, որ քաղաքացի եք կոչվում դուք Հայաստանի Հանրապետության քաղաքացի դրա համար, որ ձեր քվեով որոշում եք, թե ով պետք է լինի պետական իշխանությունը եւ ինչպիսին պետք է լինի ձեր կյանքի սեփականության եւ երջանիկ լինելու իրավունքի իրականացումը։